Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ։ Այսօր ես մի աննման հյուր ունեմ, ամենատաղանդավոր մարդկանցից մեկը իմ ճանաչած մարդկանցը։ Հայկական հեռուստատեսության հիմնադիրներից մեկը եւ ամենալավագույն օպերատորներից մեկը մեր իրականության մեջ Լայր Պողոսյան։ Բարի երեկո, բարի ձեզ, բարի երեկո։ Ուրախ եմ, անչափ ուրախ եմ, որ այսօր Փոխադարձ։ Ուրախ եմ, որ իմ հյուրն եք ու ես իսկապես սպասված հյուր, ցանկալի հյուր։ Ես ուզում եմ մի փոքր պատմեք ձեր մասին։ Ասեք, ծնվեցիք, սովորեցիք կարճ, ոչ այդ երկար։ Ծնվեցիք, սովորեցիք։ Շատ կարճ ասեմ, Խաչատուր Աբովյանի անվան դպրոց ավարտելուց հետո, հիմա մի բան պետք է ասեմ, որ քեզ համար էլ ակնկալ կարող է լինել։ Չգիտեմ ինչու ընդունվեցի համալսարանի կենսաբանական ֆակուլտետ։ Հիմա ասում եմ, չգիտեմ ինչու։ Ավարտեցի կենսաբանական ֆակուլտետը, ավարտելուց հետո մինչև դա էլ իմ կյանքը անցել է, ծնողներս եղել են դերասաններ, Ամուղ Հարազանյան պետական շրջիկ թատրոն կար։ Արտաշատում։ Այո, եւ հետո դե տարավ Արտաշատում, հանք շրջում էին անում։ Հայրս եղել է շատ լավ լուսանկարիչ եւ դերասան, հետագայում Պարոնյանի անվան թատրոնում էր դերասան, Գրիշա Պողոսյան քաղաքում շատ անասված մարդ էր հայրս։ Եվ լավ լուսանկարիչ էր։ Այդտեղ այդ լուսանկարչությունը ես 12-14 տարեկանից դա ինձ հարազատ է եղել եւ ես օգնում եմ հայրիկից, որից հետո անընդհատ Հայֆիլմ ստուդիան գնալ, գալ, իմ ուշու միտքը միշտ եղել է արվեստը, միշտ եղել է կինոն։ Դե ավարտելուց հետո մի անգամից Մարատ Մարինոսյանի արժանահիշատակ նոր էր բացվել ստուդիան եւ իմանալով իմ հակումները, այսպես ասենք, ինձ հրավիրեց ստուդիա։ Այո։ Եվ հենց առաջի այդ տարիներից սկսվեց իմ օպերատորական աշխատանքը, որը ավարտվեց, երբ որ ավարտվեց ամեն ինչ։ Ցավալի կերպով։ Երբ որ փակվեց Երևան ստուդիան, այնտեղ եմ հիմնականում ես աշխատել, ինչ որ դրա հետ միասին դասավանդել եմ, կարծեմ տեղյակ ես Աշոջան։ Հակավարժական ինստիտուտում։ Դասավանդել եմ եւ սա է հիմնական։ Երկու բառով այդքան ավարտեմ, չնայած մանրամասներ կան, դա կարևոր չի։ Պարկասու աշխատել եմ, դա էլ ասեմ, շատ անվանի ռեժիսորների հետ։ Ես աշխատել եմ Լայր Տղաշյանի հետ, նկարել ենք 2 սերիաներով մեծ ֆիլմ Արամ Խաչատրյան։ Մելիք Ավակովի հետ եմ նկարել, Յուրա Եսենկյանի հետ եմ աշխատել, Վիլեն Զաքարյանի հետ շատ ֆիլմեր ունեմ, իմ լավ ընկերներից մեկը։ Եվ նաև արդեն հիմա համաշխարհային ճանաչում գտած Արտավազդ Փելեշյանի ֆիլմերի մեծ մասը ես եմ նկարել մի քանի։ Բայց ամեն օր ամենակարևոր ֆիլմերից մեկը չասեցիք Ձորի Միրոն։ Լավ հիշեցրեցի, մենք առաջ խոսում ենք։ Նահապետն էլ եք դուք։ Բարդ Ձորի Միրոն ինչ ասեմ, ծանր տարիներ էին դրանք ինձ համար ստեղծագործական իմաստով, ֆիզիկապես ծանր ֆիլմեր, հետո ինքը իր սցենարով, իրեն ասելիքներով շատ ծանր էր, Փառքասու լավ ավարտվեց, Սոսի նման տաղանդավոր դերասանի, ինչպես նաև չմոռանանք լուսահոգի Գալշոյանը, որի ֆիլմեր Ժիրայր Ավետիսյան ռեժիսորն էր։ Մի խոսքով դա էլ ավարտվեց մի ֆիլմ նաև ինձ շատ հոգեհարազատ է, մի փոքր ֆիլմ ես նկարեցի իմ սցենարով, իմ մտահղացումներ 10 րոպե, որը կոչվում էր, հիմա էլ կա այդ ֆիլմը, կորել էր, գտնվեց Արթուր Էլբակյանը ապրի ինքը գտավ այդ ֆիլմը, այս փոքրիկ մեծ աշխարհը,
Ֆիլմը 3-ից 5 տարեկան երեխաների մասին, հա, թաքնված տեսաբանով կամերայով նկարում էի ես այդ աշխարհը իրանց։ Ոնց են խաղում, ոնց են լաց լինում, ոնց են ուրախանում, ոնց են տխրում, ոնց են քնում, վրկենում իրանց աշխարհը։ Եվ իսկապես եթե խորը մտածում ես, այդ երեխաների այդ աշխարհը ճիշտ, հավասար, մեղմիկ, մի ամբողջ աշխարհ է։ Ամենաանարատ աշխարհ։ Անարատ աշխարհ։ Բարիզբուն իմաստով, հոյակապ։ Եվ այդ ֆիլմը ինձ որ մի քիչ առաջ էլ խոսում ենք հալա, ինձ շատ հարազատ հիմա էլ որ նայում եմ հուզվում եք, հա։ Արից կլինի կարող ես նայել այս փոքրիկ մեծ աշխարհը։ 10 րոպե անցամենը։ YouTube-ում, հա, YouTube-ում։ Ընդ որում այդ ֆիլմը հետաքրքիրն ինչ է որ Մոսկվայի հեռուստատեսությունը 8 անգամ այդ ֆիլմը եթեր ա տվել տարբեր արտերով, ինչի որովհետև դիկտորական տեքստ չկա, ոչ մի ասելիք չկա եւ 10 րոպե է, հենց մի ինչ որ տեղ էին ունենում, անպայման դա դնում են, շատ համամարտկային է։ Հա դե կարևորը դա է։ Ձեր ամենաառաջի ֆիլմը որն է եղել Վարպետ ջան։ Առաջին ֆիլմը ասելով, որը ինձ պես ասած ճանաչում բերեց, դա 62 թվականին Չեխոսլովակիան ծափահարում էր ֆիլմներ, Պարիպետական անսամբլի հետ միասին Չեխոսլովակիա գնացինք, շատ լավ ընդունելություն եղավ, շատ լավ։ Եվ այդ ֆիլմը, դա գիտեք, առաջին էր այն իմաստով, որ արտասահմանում եղած նկարահանող առաջին ֆիլմներ, որ արտասահմանից բերվեց, թե ինչ ընդունելություն ունեցավ հայ արվեստը Չեխոսլովակիայում եւ լավ մոնտաժեց ինքը Վիլեն Զաքարյան ապրի եւ ինձ դա էր որից հետո արդեն գնացին մեկը մյուսի հետևից Ժիրայր Ավետիսյանի հետ նկարեցինք առաջին խաղարկային գիտեք եկեք մի բան էլ չմոռանանք ասում են գեղարվեստական ֆիլմ Արթուր Փելեշյանը հատուկ դրա համար մեծ պայքար ունեցավ եւ բացատրեց ապացուցեց որ չկա գեղարվեստական ֆիլմ, կա խաղարկային ֆիլմ, կա դոկումենտալ վավերագրական ֆիլմ։ Բայց գեղարվեստական ասելը որ միայն խաղարկային է, դա ճիշտ չի։ Հա, ճիշտ է ասել։ Խաղարկային մի քանի ֆիլմեր եմ նկարել, Ժիրայր Ավետիսյանի հետ նկարեցի, Վիլեն Զաքարյանի հետ նկարեցի։ Մի խոսքով Վարպետ ջան, ձեր ընտանիքի մասին կուզեի մի երկու բառով, ձեր զավակները ինչով են զբաղվում, որտեղ են, ինչ են անում։ Ինչպես եւ այդպես ստացվեց մեր ազգի հետ միասին, մեր թորնիկներից մեկը Ֆրանսիայում է, մեկը այստեղ Ամերիկայում է։ Երկուսը Ամերիկայում են, երկուսն էլ Երևանում են։ Մեծանում են, փառքաստու 16 թոռ ունենք մենք, 16 թոռ, և հետո հարցում են ծորների մասին, ասում եմ ծորների հաշիվը չգիտեմ, որովհետև արդեն շատ են ծորները, որոնցով մենք հպարտանում եք ու ապրում եք իրանցով, չէ։ Հա, թե իսկապես, ես 5 թոռ ունեմ, ընդհանուր 5 թոռ, առայժմ եղել Վարպետ ջան, այնքան հաճելի է ինքան ձեր հետ զրուցելը, որ հիմա մենք անցնենք գովազդի, մի փոքր դադարտանք, նորից հետո կշարունակենք մեր զրույցը։ Սիրելի բարեկամներ, գովազդը է արդեն եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը մի հանճարեղ մարդու հետ, Լայրդ Պողոսյանի հետ։ Գովազդը է արդեն եթերում։ Դեռ չգիտեք, թե ինչպես կարող եք դիտել սիրված սերիալները առաջինը և դիտել այն որակով ու ամենուր։ Ինչպես բաժանորդագրվել Armflix հայկական էքսկլյուզիվ կինոպլատֆորմին։ Հետևեք մի քանի պարզ քայլերի և ստացեք հասանելիություն առաջինը դիտելու Armflix-ի բազմաժանր հայկական կինոարտադրանքը։ Քայլ առաջին, մուտք եք գործում armflix.com։ Քայլ երկրորդ, սեղմում եք բաժանորդագրվել կոճակը։ Քայլ երրորդ, ընտրում եք ձեզ համար ցանկալի բաժանորդագրման տարբերակը։ Քայլ չորրորդ, լրացնում եք քարտի տվյալները և գնում եք առաջ։ Իդեպ Armflix-ը կարող եք դիտել ամենուր և անսահմանափակ, ներբեռնելով նաև հավելվածը հեռախոսի և անմիջապես հեռուստացույցի վրա։
Դրանով իսկ կանեք ամենալավ նվերը ձեր ծնողների եւ տարեցների համար, որոնք չեն սիրում դիտել սիրված սերիալները համակարգչով։ Իսկ հեռուստացույցով սեղմելով մեկ կոճակ նրանց հասանելի է դառնում ողջ կոնտենտը։ Երիտասարդները Armflix-ի iOS եւ Android հավելվածների միջոցով կարող են դիտել դրանք ամենուր։ Իդեպ, մեկ գրանցված բաժանորդագրությամբ կարող եք դիտել բոլոր սարքերով։ Ահա եւ վերջ, դուք ստացաք հնարավորություն դիտելու հայկական ամենանոր, բազմաժանր եւ էքսկլյուզիվ ֆիլմերն ու հեռուստասերիալները մեկ հարթակում։ Դե ինչ, բարի դիտում։ Armflix, եղիր կոնտենտի թրենդի մեջ։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս օպերատոր հայկական հեռուստատեսության հիմնադիրներից մեկի Լայերտ Պողոսյանի հետ։ Վարպետ ջան, դուք հիմա ապրում եք որտեղ։ Դևերում։ Իսկ Հայաստան գնում գալիս եք։ Այո, իհարկե։ Հաճախակ եք լինում Հայաստան։ Գնում գալը արդեն մի փոքր Դժվարացել է։ Մի փոքր տարիքի բաստով այդ ճանապարհորդությունը դժվարացել է արդեն։ Վերջին անգամ գնացի այնտեղ, որտեղ որովհետև Հայաստանի կինոարտիստների միությունը մեր Արմեն Ամիրյանի գլխավորությամբ կազմակերպեցին հուշ երեկո նվիրված 90-ամյակին։ Կինոդա միությունում շատ լավ երեկո անցավ, հավաքված էր լավ մեծ բազմություն։ Այո։ Մի քանի ոսկե մեդալներ տվեցին։ Մի քանի։ Բայց իսկապես, բայց ոչ մեկը ձեզ աչքով չտակ, իմ աչքը չի կպնում։ Աչքով չտակ 94 տարեկան այդքան առույգ, այդքան ուղեղը մտածելը, հիշողություն ամենակարևորը հիշողությունը տերը, դա մեծ պարգև է Աստծո կողմից։ Դե շատ մեծ մարդկանց հետ եք շփվել, շատ հանճարեղ մարդկանց, անվանի մարդկանց, կինոռեժիսորներ, դերասաններ, սկսած Փափազյանից, Հրաչաներսյանից մինչև մեր օրերը։ Մի երկու բան պատմենք իրանց մասին, հետաքրքիր պատմություն։ Ուրեմն մի քանի պատեր նրանց մասին պատմելուց բացի մեր խոսակցության ժամանակ հանգարց հիշեցի մի որ հումորի անցնենք մի փոքր։ Հա, իհարկե, բայց ուրեմն դու պիտի լավ հիշես, կար Մխիթար Դավթյան։ Լավ մեծ մտավորական էր, որը եղավ եւ Սունդուկյանի թատրոնի տնօրեն եւ հայ ֆիլմի եւ վերջում հայ Պետրատ տեսակվան նրա կառավարիչ էր։ Շատ խիստ լուրջ մարդուց, ես հիշում եմ։ Փոքր մարմնով։ Ուրեմն հիմա ինչի իրեն նկարագրեցի։ Իսկ ռադիոյում էլի դու պետք է հիշես։ Կար քրդերեն հաղորդումների շարքեր։ Հիմա էլ կա։ Այո, որը որ խմբագիրն էր Ջասմե Ջալիլ։ Ես հիշում այդ 50 տարի առաջվա բան է պատմում։ Ջասմե Ջալիլ։ Ջասմե Ջալիլ։ Համես Ջասմե Ջալիլը գալիս է Բղդարովնարիչի մոտ հրատարակչություն, ասում է Բղդարովնարիչ, այդտեղ դու հիշես, քրդերը միշտ հոգնակ էին խոսում իրենց մասին։ Ահա, ճիշտ է։ Հովանես մենայ մենք մի ֆոլկլոր գրել ենք քրդական կյանքից, խնդրում եմ ասեք տպեն։ Ազգային փոքրամասնությունը Մխիթարովնանիշը կարգադրումա տպում են։ Ասում եմ մի քանի ամիս, կասա Մխիթարովնանիշ, մեր կնիկ մի ֆոլկլոր գրել է, որ այ կյանքից խնդրում տպեն։ Մխիթարովնանիշը արդեն բռալվում է։ Ասում եմ քանի ամիս գալիս է։ Մխիթարովնանիշ մեր տղա, իդեպ իր տղան ինձ է սովորում է Ռազմիկ Ջալիլը։ Ինձ Աբովյան դպրոց ավարտ։ Մեր տղեն մի ֆոլկլոր գրա Մխիթարովնանիշի արդեն չի դիմանում։ Երգախմավոր, ասեի բավական եղել, բանը գործունակ, եք ֆոլկլոր շուրակալ ասում Մխիթարովնանիշ։ Այս սովետական կառավարություն չի թող մենք աշխարհ բայենք, մեկ էլ ֆոլկլոր գրում ենք։ Լավ պատմություն է։ Շատ հետաքրքիր պատմություն է։ Եվ իշտ է հետաքրքիր, որ դուք նաև ունեք հրատարակած, հեղինակած ձեր գիրքը, որտեղ ամբողջ մի կյանք է, ամբողջ մի կինոարվեստի ու ընդհանրապես թատերական արվեստի եւ մշակույթի մի կյանք է։ Այստեղ կան Տիգրան Պետրոսյանից սկսած, Վարան Փափազյան, Հրաչաներսյան, Սոս Սարգսյան, ում մասին ասենք, ովքեր Արնո Բաբաջանյան, ում մասին ասենք, որ կա։ Այս գրքի մասին ո՞նց է, այս մտահղացումը որտեղից եկա, որ այս գիրքը ստեղծեցիք։ Մտահղացումը ես
Այստեղ եմ գրել ես, Ամերիկայում եղած ժամանակ Այդ հիշողությունն ա օգնել, որ այսքան բանը դուք գրել եք։ Զարմանալի բան է, ոչ մի բան, ոչ մի կոմպյուտեր, ոչ մի թուղթ չեմ վերցել, դա ամբողջ իմ հիշողությունը։ Խմբերով, բաներով։ Գիշերները ժամը 1-ին, երբ որ արդեն քնում էին բոլորը, սկսում եմ մինչև առավոտ 4-5-ը ինչ որ բաներ, հետո 1-2 օր ոչինչ չէի գրում, հետո հիշողություններս այդպես եկավ ինձ շատ ինքնաբուխ եղավ, բայց լավ ընդունելություն ունեցավ գիրքը, լավ հիշելու շատ բան կա այդտեղից։ Վահրամ Փաբազյանին ասել հիշեց իրեն նկարանում էի, Կիմ Արզումանյանի հետ նկարում էինք, Օթելո ենք նկարում, բեմի վրա, երբ որ վերջացավ ներկայացումը, ու ժողովուրդը դուրս էր գալիս եւ մի կես ժամ ամենակարևոր կտորներից նկարանում էինք։ Ինք արդեն հոգնած էր։ Մի խոսքով նկարեցինք, եկավ մի րոպե, որ Կիմ ասաց, ես խնդրում եմ մի հատ նորից դուբլ անենք, մի հատ կրկնօրինակ անենք, բայց ասեց ես վախենում եմ իրան, ասեց դու ասա երևի ասի վարպետ խնդրում եմ, ասեց հոգնած եմ, լայր, դեռ չեմ կարող բան, ասի վարպետ ընդհանրապես Թարսեմ այդ ժամանակ էլ այնպես եղավ, որ ժապավենը վերջացավ, պետք է նորից փոխվել։ Հիմա այդ ասիստենտներս այդեն անում բաններ են, ես էլ ինչ որ բաներ եմ հարցնում, որ ժամանակ անցնի, վարպետ ինչ որ բաներ, դա զգաս շուր եկավ ասես, լայր, դաց քո ապարատը մար ունի, թե չունի։ Իսկ կրդերի մասին մի բան էլ հիշեցի, լավ, հիշեք, այդ էց, հիշեք պատմեք։ Լևոն Ալոյան։ Այո։ Ուրեմն ինքն է պատմել ինձ, ասում եմ, մեր բակը ինք ապրում էր Ավիյան փողոցի Երևանյան հին տներից մեկում, որ ներս էր մտնում այդ բակը, պատշգամբներ էր եւ բակ էր փոքր։ Ասում եմ, մի քանի տարի շարունակ մեր բակ գալիս էր մի քուրդ բացուն ծախող էր։ Եվ գորամ ատուն է, ասում այդ որ գալիս էր առավոտները, ես ասում եմ նվագում էի վարժություններ, ինչ-որ դարադարար անկա վարժություններ անում, ֆլեյտայով, այս քուրդը 2 տարի անդադ լսել է, բայց հետո ասում մի անգամ ոնց եղավ ամառ էր, պատուհանին մոտեցած էր, ասում այդ քուրդիս ես նայեցին, ասաց այդ Լևոն, ասա այսքան տարի գալի գնում եմ ասում Ես էլ ասեմ, խիչ ես կարգույլ մի նվագում, որտև այդ աղա, այդ դուդուկը դուզ վրնա, դուզ։ Ծուրես վրնուտ։ Լավ, հիմա մենք բոլորս էլ ինչ-որ մարդկաց փոխարինել ենք այս կյանքում, այս աշխարհում, չէ՞, դերասանների, երգիչների, ամեն մեկս իր մասնագիտության գծով։ Դուք էլ փոխարինել եք լավագույն էլի օպերատորներ ձեզնից առաջ, մենք դերասանների, մենք բոլորս էլ Հիմա դուք ինչ մեր փոխարինողներին տեսնում եք ու ձեր փոխարինողների մասին ինչ կասեք։ Իմ փոխարինողներին ես տեսնում եմ իմ ուսանողներին, որոնք եղել են իմ ուսանողները։ Եվ հիմա շատ բավական շնորհալի երեխաներ են։ Բաբասյան Սամվելն է, Կարենն է, Ազատյան։ Տղաներ էր, որոնք որ արդեն հետո գիտեք կայացած մարդիկ են արդեն հասունացած, բայց ամբողջ հարցնանում է, որ մեր նկարման ժամանակ եւ հիմիկվա տեխնիկան մենք աշխատել ենք քարե դարում, բարիս բունի մաս 100%-ով համաձայն եմ։ Մի ապարատ ունենք կոմբաս, որով ես ամբողջ իմ կյանքն աշխատել եմ դրանով, ծանր, կողքից էլ կախված մարդկոցը այդ ակումուլատորը բան։ Հիմա ապարատներ են վերցնում փոքր ինչ վերջացավ։ Ու որակը ավելի բարձր, չէ՞։ Որակը շատ անհամեմատ։ Անհամեմատ բարձր։ Շատ բան փոխվեց դեպի լավը իհարկե տեխնիկայի իմաստով։ Մի հատ հետաքրքիր հարց եմ գրել ձեր համար, ասում եմ հին մարդ եք էլի, շատ եղել է, շատ շրջապատում, սեղանների շուրջ, բան, հանդիպումներ, շփումներ, բան։ Մի հատ հետաքրքիր է, մի հատ կենաց կարող ասեք, պատկերացեք սեղանի շուրջ նստացենք ու ձեզ ասել են մի հատ լավ կենաց ասա խմենք։ Կարող եք մի հատ լավ կենաց ասել։ Երբ որ կենաց են ասում, դա ինձ շատ հանոր կենաց է, ես միշտ ամենտեղ դա կրկնում եմ, ասում եմ, եկեք խմենք այս պահի կենաց։ Այո։ Պահից ենքով ոչինչ չկա։ Այդ պահը մարդը վայելում է,
այս պահը։ Հետո այդ վերջացավ գնաց, հետո չգիտես վաղը։ Թումանյանը մի հանճարեղ խոսք ունի, ասում է, այսօրը վաղվա 3-ն է, այսօրն էլ կանցնի 3 կդառնա։ Այո։ Մարդիկ բոլորը չի, որ արժևորում են պահած, դա չի կարելի։ Օրը պիտի արժևորես, օրը պիտի հենց այնպես շանս ունի, պետք է իմաստավորես ինչ-որ մի բանով, և իմ ամենակարևոր կենաց, եթե ուզես իմանաս, հենց դա է։ Շատ լավ կենաց էր, գիտեք, իսկապես շատ ճիշտ էր Վարպետ ջան, պետք է այնքան կյանքը կարճ է, ակնթարթ է, ասում են, շուտ թոռա, ունա 94 տարեկան եք, չէ, ասում են, այ մարդից ետ թոռա 94, չէ, պետք է ամեն մի օր նենց ապրել, որ իզուր չանցնեն այդ օրերը, աննպատակ չանցնեն, տխուր չանցնեն։ Եթե 94 տարեկանին ասեցիր երևակայր, ես էլ չեմ կարողանում համակերպվել այդ թվաբանությունը հետ, բայց թվաբանությունը իրոք կա։ Եվ ամբողջացրանում է, որ քչարժ խոսում ենք, ես աշխատանքի բերումով շատ շնորհակալ եմ Աստծուն, որ ես ճիշտ մասնագիտության գտա եւ աշխատանքի բերումով ես հանդիպեցի հանճարեղ մարդկանց հետ, որոնք այնքան Լավ, եկեք, տպավորվել են իմ կյանքում։ Վարպետ ջան, կներեք, որ ընդհատում եմ, եկեք անցնենք գովազդի, հետո խոսենք այդ արդեն առանձին այդ շփումների, այդ հանդիպումների հետ մասին։ Սիրելի բարեկամներ, գովազդ ERTN-ի եթերում, որից հետո մենք շարունակենք մեր շատ հետաքրքիր զրույցը Լայր Պողոսյանի հետ։ Գովազդ ERTN-ի եթերում։ Armflix Media հարթակը շարունակում է նոր նախագծերով իր հաղթարշավը, նաև ձմեռային եթերաշրջանում։ Դեկտեմբերի 1-ից ամեն երկուշաբթի եւ կիրակի Armflix-ում շարունակվում են սիրված եւ սպասված դասամիջոցի նոր սերիաները։ Երեքշաբթի եւ հինգշաբթի Armflix-ում մեկնարկում է Միացյալ Նահանգներում նկարահանված Նմանակները նոր հումորային սերիալը։ Կայսրության թևերը 2 նոր հեռուստասերիալը նկարահանված 3 մայրցամաքներում։ Դեկտեմբերի 1-ից կարող եք դիտել ամեն չորեքշաբթի միայն Armflix-ում։ Հինգշաբթի եւ ուրբաթ օրերին Armflix-ում շարունակվում է Vendetta հեռուստասերիալը։ Բարձր ռեյտինգներով, անհավանական զարգացումներով, լարված ու դրամատիկ սյուժեով։ Դեկտեմբերի 1-ից օրական մի քանի նոր կոնտենտ դիտում եք միայն Armflix հարթակում։ Բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս օպերատոր հայկական հեռուստատեսության հիմնադիրներից մեկի Լայր Պողոսյանի հետ։ Վարպետ ջան, դե հնարավոր չէ այդքան մարդու հետ շփվել, մեծանուն մարդկանց հետ ու հետաքրքիր դրվագներ, բաներ չլինի ձեր կյանքում։ Պատմեք մի երկու դրվագ իրանց հետ շփումից, իրանց հետ աշխատելուց։ Անգամ չեմ մտածում, թե որ մեկի մասին պատմեմ, ինչ պատմեմ, որտեղ իսկապես այդպես էր, շատ հետաքրքիր նկարանների պահեր են եղել Առնո Բաբաջանյանի հետ հատկապես, եւ նրանց հանդիպումը նարդի շուրջ։ Շատ հետաքրքիր է, Առնո Բաբաջանյանը նարդի է խաղում աշխարհահռչակ շախմատիստի հետ, հա։ Տիգրան Պետրոսյանի հետ։ Եվ այդ լուսանկարը այդ գրքում կա։ Ահա, ես տեսա։ Այդ գրքում կա, շատ զարմանալի կերպով երկուսն էլ դարձել էին ուղղակի հայ մարդիկ, ովքեր նարդի խաղում, նա նրան չէր տեսնում որպես մեծ կոմպոզիտորի, այլ չէր նայում որպես դու Տիգրան, անգամ վիժաբանության բաներ գրում, ասացի դուշեշա, դե դուշեշ չէ, դա իքիբիր է եղել, շեպամի ինչ հասկանում ես, ես նայում էի կողքից, մեծությունը հենց դրանում է, որ իրենք չեն իրենց ցույց տալիս իրենց ովոլիները, ուղղակի մարդիկ են, որոնք ապրում են ինչ-որ բան։ Ինչքան մեծ են լինում, այնքան պարզ ու հասարակ են, այնքան ավելի շփվելի են նրանք, էլի, քիթները բարձր չի, ինչքան հետո մի բան էլ հանկարծ հիմա խոսում ենք, հիշեցի, կապված Արթուր Փելեշյանի հետ։ Արթուր Փելեշյանը արդեն համաշխարհային ճանաչում գտած ռեժիսոր, շատ հետաքրքիր մարդ է կյանքում, շատ դժվար մարդ, ասեմ, դժվար մարդ,
բայց եւ շատ հետաքրքիր ինչ որտեղ հումորով։ Երկու բան պատմեմ նրա կապված հումորի հետ, կապված մեր Ստեփան Կարպիչի հետ։ Պողոսյանի հետ։ Արկադի Պողոսյանի հետ, որը շատ լավ գիտես։ Ուրեմն անգամներից մի անգամ ասում ինձ ապեր էր ասում, Փելեչյան, ապեր ավտոբուս մի հատ իշանք Պողոսյանի մոտ գործ ունեմ, ասի գնանք։ Գնացինք ասում դու էլ պիտի գաս, ասի ես գալիս եմ հարց չունեմ իր հետ։ Չէ դու պիտի գաս, դու իր հետ մոտիկ, ես գիտեր որ մոտիկա էտել որտեղ Պողոսյանի հետ մենք համալսարանում միասին ենք սովորել, ինքը պատմուսա ֆակուլտետում էր, ես կենսաբանություն եւ նույն ուսանողներ էինք։ Ներս մտանք միստր Կարպիչին իր հայտնի բանով։ Հա, տվեք առաջ եկեք, ինչ եղել։ Արդյոք ո՞նց ես գործել։ Ես վանձանով ասել։ Ասել Կարպիչ, այդպես թուղթը դրեց։ Նա խնդրում եմ ես ստորագրեք էլի։ Ասես ինչ էր։ Ասես Ստեփան գրոზე կարտ հայտել է։ Ստեփան Կարպիչը կարծում է եւ սենց անում։ Յո։ Էլի յո։ Զարմացած։ Ես էլ տեղյակ չեմ, թե ինչու՞մ է։ Հետո շուռ եկավ ինձ, «Էս դու կարդացել ես, ես թուղթը բերի», ասել չէ, Ստեփան Կարպիչ։ Մի հատ վերցու կարդա։ Վերցով կարդում եմ։ Ստեփան Կարպիչ, իմանալ գիտենալով այն հանգամանքը, որ չեմ կարողանում ավարտել իմ ֆիլմի տարվա եղանակների ժամանակվա ֆիլմն բանում մոնտաժային աշխատանքները, որովհետև իմ ֆիլմի վրա կա աչք։ Խնդրում եմ ինձ տալ խիստ նկատողություն, աչքը վերանա։ Ստեփան Կարպիչը շնորհակալ արա, կարող է քեզ համար մի մանդարի մոլներ աչքը վերանա։ Էլի հետ կապված մի տարի հետո էր դա էլ, մի անգամ էլի հանդիպեցինք աստիճանների վրա այդ ռադիոյում, ասեց ինչ կա ոնց, ասեց Ստեփան Կարպիչ։ Ուրեք արդար չի, ասաց ինչն արդար չի։ Օրինակ ասում է Հայկուշն էլ 180 մանեթ ստանում աշխատավարձ եսել։ Այդ Հայկուշ մի հատ աղջիկ հիմա որտեղից հայտնած որ պլան բաժնում մեկը կարա տես նստած։ Ստեփան Կարպիչ այդ 1200 մարդ էր աշխատում, իսկ գիտի շուրեկավ ասեց Հայկուշը որ ասեց ոտի մենը։ Այդ արդեն պատմություն է։ Ոտի մենը։ Իսկ բանը Ֆրունզիկի հետ շփվել եք, չէ՞ շատ ֆիլմը։ Հա, Ֆրունզիկի հետ ոչ միայն շփվել եմ, այլ Ֆրունզիկը մի քանի անգամ մենք մինչև այստեղ գալիս 20 տարուց ավել առանձնատուն ունեինք Սոլակում, Հրազդանի Սոլակ գյուղում։ Ահա, Ջիվան Գասպարյանի գյուղը։ Հա, Ջիվան Գասպարյանի գյուղը, Ջիվանի հետ որ հանդիպում էինք, ինձ գրկում էր ասում էր համագյուղացի ջան, ոնց ես համագյուղացի։ Եվ այնտեղ 2-3 անգամ Ֆրունզիկը եղել է այնտեղ, նստել ենք լավ ժամանակներ ենք անցկացրել, լավ ինչ ասեմ, լավ տպավորություն, Ֆրունզիկը Ֆրունզիկ էր էլի։ Ասուպի նման եկած անցած իր ամբողջ կյանքով նա ասելիք էր, նա այնց չի որ ամեն րոպե ինքը իրեն խոսալ, իրեն պահվածքը։ Այդ տեսնում եք, որ ասում են Ամերիկայում այսքան դերասաններ, այսքան բաներ, երգիչներ, հանճարեղ, հանրաճանաչ, չգիտեմ ինչ բան, մեծ երկրում հնարավոր է որ այդքան երգիչներ, այդքան դերասաններ լինեն, բայց մեր լինելով մի փոքրիկ Հայաստան, ու տվել ենք այդքան շատ երգիչներ, դերասաններ, շախմատիստներ, մարզիկներ, պատկերացնում եք ինչ հանճարեղ ու տաղանդավոր ազգ ենք։ Հանճարեղ բան է, բայց ուզում եմ ավելացնել քո ասածի վրա։ Արի որ փաստենք, որ այդ քո ասած հանճարեղները եւ նկարիչ, եւ ճարտարապետները, իդեպ ասեմ, եղբայրս ճարտարապետ Հրաչիկ Պողոսյան, որ Արթուր Թարխանյանի բանի հետ միասին այդ ամենահայտնի երիտասարդական պալատից սկսած ճարտարապետ, որ շատ բարեհաջող քանդեցին։ Հա, ես իշլավ։ Վարզահամերքային համալիր, Ռասիա կենսական եւ այլ։ Այդ բոլոր եւ պոեզիայի աշխարհում, եւ դերասանական, եւ կինո, եւ թատրոն, երաժշտություն, սպորտ։ Այդ մի 50 տարվա մեջ եղավ անցար։ Հիմա ես ոչինչ չունեմ ասելու, շնորհալի երիտասարդներ էլ կան, բայց այդ մակարդակը մի տեսակ փոխվեց, հա, փոխվեց։ Լավ, ինչ կմաղթեք այս
մեր հետնորդներին։ Մաղթում եմ լինել հայրենասեր, լինել հայասեր։ Սա ինչ-որ նացիոնալիստական, ազգասիրական բաներ չեն։ Յուրաքանչյուր մարդ պետք է սիրի իր ազգը, իր ազգի պատմությունը իմանա, եւ կարողանա եւ այդ բոլորը իր սերունդից հետո սերունդափոխությունը միշտ կա, որ սերունդը սերից կարողանան մասնան, որ մեր երեխաները մեծանան մի տեսակ մեր ադատներով, մեր սովորույթներով, լավ սովորույթներով։ Երեք նորից մի առիթով հիշեցի Ռազմիկ Դավոյանը մի քարակ ունի, ասում է, եւ եթե հանկարծ քո ճանապարհին ապ ու պապերիդ դու չհանդիպես, ուրեմն սխալ ճամփով ես գնում եւ ոչ մի հրաշք էլ չի փրկի քեզ։ Ապ ու պապերին հոյակապ հանճար է խոսքերը։ Այդ ապ ու պապեր ասել մեջ կա եւ պատմությունը, եւ գրականությունը, եւ արվեստը, եւ ամեն ինչը։ Ապ ու պապեր կոնկրետ մարդու մասին չի։ Այսինքն քո անցյալը, քո արտը եւ ասել մաղթում եմ, այդ է մաղթում, որ չմոռանաք, կարողանաք։ Դե Վարպետ ջան, ինչ ասեմ, այնքան եմ ցավում, որ ավարտվեց մեր հաղորդումը, մեր զրույցը իրար հետ, որ կուզենայի շատ երկար, որտեղ այնքան լավ բաներ խոսացինք, ու մարդիկ էլ այնքան շատ լավ բաներ լսեցին մեր հեռուստադիտողները, ինչքան եւ այսքան հաղորդում եմ արել ես հեռուստատեսությունում, իմ հաղորդումը ամենատարիքովը դուք եք 94 տարեկան մարդ, հրաշք հիշողությունով ու այսքան համով հոտով մարդ։ Ես ես ինչ պետք է մաղթեմ ու ցանկանամ, միմիայն առողջություն ու ելի լիքը առողջություն։ Շնորհակալություն, որ ժամանակ գտաք ու եկաք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Իսկ հիմա սիրելի բարեկամներ, ես անցնեմ մեր հաղորդման վերջնական խոսքերին։ Կարելի է ներել մարդուն, ով սխալվել է, բայց չի կարելի ներել նրան, ով գիտակցաբար աչքերիդ մեջ նայելով խաբում է։ Այսքան բան բարեկամներ, միշտ օր հանդիպում, բարի գիշեր ձեզ։ Պատերազմի ժամանակ հետաքրքիր բաներ կար, դրանցից մեկը դա էր, որ ես հիշում եմ, որ հատուկ հաբեր էին տալիս, որ մենք ինչ-որ կանանց մոռանանք, որ ավելի լավ կռվեք, լավ կարողանանք կռվել։ Այդ այդպես բանը հիշում ես այդ հաբերը էին։ Հիշում եմ, ես կարդացել եմ, լսել եմ։ Հետո հիմա այդ հաբերը, որ մենք ընդունում ենք, հիմա նոր սկսել է ազդել այդ հաբերը։